Իմ խոհանոցում սմբուկ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում և անընդհատ փորձարկում եմ համեղ և հետաքրքիր բաղադրատոմսեր։ Այսօր միասին կպատրաստենք սմբուկով և սուլուգունի պանրով անչափ համեղ տաք նախուտեստ, որտեղ սմբուկը ոչ թե տապակում ենք, այլ պետք է պատրաստենք ջեռոցում ընդամենը մի քանի կաթիլ բուսայուղով։ Տեսեք ինչ լավ է եփվել, տեսքը ընտիր, համը անթերի և այս ամենը ընդամենը մի քանի հասանելի բաղադրիչներով։ Այս նախուտեստը առաջինն է վերջանում սեղանից և պատրաստվում է 25 րոպեի ընթացքում։ Մեզ անհրաժեշտ է 2 մեծ սմբուկ, սուլուգունի պանիր, 1 լոլիկ, 1 ատամիկ սխտոր և համեմունքներ։ Կեղևազատում ենք սմբուկը, հեռացնում ենք օդունի հատվածները և երկարությամբ կտրում ենք 5-ից 7 մմ հաստությամբ։ Շատ բարակ չենք կտրում, որպեսզի պատրաստվելուց հետո հնարավոր լինի տեղափոխել մատուցման ափսեի մեջ։ Պատարագ հաղի օգնությամբ սմբուկը մի լավ ծակծկում ենք, որպեսզի համեմունքները լավ ներթափանցեն կտորների մեջ և ստանանք իդեալական արդյունք։ Եթե չեք ցանկանում սմբուկը տապակել առատ բուսայուղի մեջ, մեկ անգամ փորձեք պատրաստել այս եղանակով, վստահ եմ շատ կհավանեք։ Համեմելու համար մեզ անհրաժեշտ է բուսայուղ, պապրիկա կամ կարմիր պղպեղ, աղ և 1 ատամիկ սխտոր, վերջինս կարելի է փոխարինել սխտորի փոշիով։ Այս ամբողջը մի լավ խառնում ենք և թացանը պատրաստ է, սխտորի փոշիով համը ավելի մեղմ է ստացվում, դա ի նկատի ունեցեք, ի դեպ այստեղ կարող եք ավելացնել ձեր նախընտրած համեմունքները, ինչպես նաև չոր կանաչիները։ Սմբուկի շերտերը բոլոր կողմերից պատում ենք մեր պատրաստած թանձրուկով։ Երբևէ փորձել եք այս բաղադրատոմսը, շատ հետաքրքիր է, գրեք մեկնաբանություններում։ Ինչպես տեսնում եք, մատչելի բաղադրիչներով պատրաստվող ուտեստ է, որը կզարդարի ցանկացած տոնական սեղան, և վերջնական արդյունքը կգերազանցի ձեր բոլոր սպասումները։ Սմբուկը դասավորում ենք յուղաթղթի վրա և քերիչի խոշոր անցքերով անց ենք անցնում սուլուգունի պանիրը, ի դեպ կարելի է նաև բարակ-բարակ շերտատել։ Կարող եք օգտագործել ցանկացած տեսակի, ոչ շատ աղի, հալվող ձգվող պանիր։ Մի մասը կպատրաստեմ լոլիկով, իսկ մնացած մասը առանց լոլիկի, երկու տարբերակով էլ շատ համեղ է ստացվում։ Շերտերի վրա դնում ենք լոլիկ և առատ պանիր ենք ավելացնում, մի մասի վրա էլ կավելացնենք միայն պանիր։ Դնում ենք 180 աշճան տաքացված ջեռոցը, թողնում ենք մոտ 25 րոպե, այնուհետև մատուցում ենք։ Արդյունքում ստացվում է գեղեցիկ տեսք ունեցող անչափահուրժելի տաք նախուտեստ, որից հրաժարվելը անհնար է, փորձեք, վստահ եմ շատ կհավանեք։